Այսօր մենք կխոսենք տրտմությունից եւ ընդհանուր առմամբ ասեմ ինչու ենք խոսում տրտմությունից։ Ես մտածում եմ վերջի շրջանում ավելի շատ քան երբևիցե, որ շատ մեծ կարիք կա խոսելու ուրախալիության մասին, բայց որպեսզի մենք կարողանանք ճիշտ ներկայացնել ուրախալիությունը մեր հաջորդ դասերից մեկին, այսօր մենք կխոսենք հենց տրտմության մասին եւ ինչու։ Երբ որ նայում ես ընդհանուր իրավիճակը, որ տիրում է ոչ միայն Հայաստանում, այլ ցավոք սրտի ամբողջ աշխարհում, մենք տեսնում ենք, որ այդ ծանր իրողության հետևանք դարձան մի շարք երևույթներ, որ շատ արմատավորվում են բոլոր հասարակություններում։ Ու մենք այս կամ այն ձևով մեր դասերի ժամանակ անդրադառնում ենք այդ երևույթներին, դա առաջին հերթին հուսահատությունն է, որ գրեթե բոլորին է պատում։ Դա թուլակամությունն է, եւ կամքի մասին մենք վերջերս շատ ու շատ ենք խոսում, եւ կամքի անհրաժեշտության եւ փաստացի արկա թուլակամության եւ էներգիայի պակասը եւ չորրորդը դա հենց տրտմությունն է։ Եվ այդպես փորձենք քայլ առ քայլ դիտարկել, թե ինչն է ընդհանրապես խնդիրը։ Հիմա նախ սկսենք հասարակության մակարդակից, եւ որպեսի երկար-բարակ չփիլիսոփայենք, այդպես ասած, փորձենք դիտարկել 2020 թվականի սարսափելի ագրեսիայից ի վեր, թե ինչ փոփոխությունների ենթարկվեց հասարակությունը, եւ ընդհանրապես ինչ պատասխաններ է տալիս սոցիումը արկա մարտահրավերներին։ Առաջի պատասխանը գործող չարիքին ճնշող մեծամասնությամբ լինում է բողոքը։ Այսինքն բողոքը, որը որ դրսևորվում է ինչ որ ձևով պայքարի մեջ։ Եթե այդ բողոքը եւ պայքարը չեն հաջողվում, ապա երկրորդ մակարդակում պատասխանը լինում է ընդհանուր դժգոհությունը, որը իհարկե արդեն շատ ավելի թույլ է, քան առաջինը։ Երրորդ մակարդակում, եթե դա էլ չի հասնում իր արդյունքի, ապա սկսվում է ընդհանուր ցավոք սրտի հարմարությունը, այսինքն մարդիկ սկսում են հարմարվել ամբողջ իրավիճակի, այդպես ադապտացվում են եւ դրանով աստիճանաբար ել ավելի են գլորվում դեպի ներքև։ Եվ չորրորդ մակարդակում դա արդեն տրտմությունն է, որը պատում է բոլորին, բոլոր մակարդակներում։ Եթե տրտմությունը շարունակվում է, ապա 5-րդ մակարդակում լինում է հանձնվածություն բոլոր մակարդակներով նորից։ Եթե դա էլ որևէ ձևով չի լուծվում կամ չի փոփոխվում, ապա սկսում են այդ հենց հանձնվածության վրա սկսում է տարածել բորբոսը, եւ բորբոսի վրա բնականաբար սկսում են աճել սնկեր, որոնք որ թունավոր են փաստացի։ Եվ հիմա, երբ որ մենք տեսնում ենք քաղաքական դաշտում նորանոր հայտնվող դեմքերը, հատկապես նրանք, ովքեր իրենց դեմքը կպցնում են ավտոբուսների վրա եւ այդպես շրջում են քաղաքով, մենք տեսնում ենք, թե ինչին է բերում այդ բորբոսի տարածումը։ Եվ եթե դա էլ չի լուծվում, ապա սկսվում է ամենածանրը։ Դա մահն է։ Ոչնչացումը ամբողջ հասարակությունների մակարդակում։ Դա եղել է պատմության առանցքում, եւ պատմաբանները մշտապես տեսել են, թե ինչպես է այդ ամբողջը տեղի ունենում եւ ինչպես են անհայտանում քաղաքակրթությունները անգամ։ Հնարավոր է իհարկե, որ այդ վերջին փուլի փոխարեն հրաշքով նոր փուլ է սկսվում զարգացման, եւ հայերը այն ունիկալ ազգից են, որ նույնիսկ այն ժամանակ, երբ որ կարծես թե ամբողջությամբ ակնհայտ էր, որ կլինի ոչնչացում, այնուամենայնիվ զարգացման նոր փուլ են ունեցել։ Դա հրաշք է, այո, դա հավատի տեղ է տալիս, այո, բայց նաեւ որևէ ձևով չպիտի մեզ փոփի, որպեսզի հանկարծ հանձնվենք, որովհետև կարող է եւ չսկսվել։ Սա հասարակությունների մակարդակում, հիմա դիտարկենք անհատականության մակարդակում, որտեղ անհատականության մակարդակում սա շատ ավելի ծանր է ցավոք սրտի ազդում։ Եվ այդպես, երբ որ մենք ընդհանրապես դիտարկում ենք անհատական մակարդակում, թե ինչով է հղի եւ ինչ հետևանք է ունենում տրտմությունը, ապա մենք տեսնում ենք մի շարք լրջագույն խնդիրներ, որ հիմա բոլոր մակարդակներում մենք տեսնում ենք։ Մենք տեսնում ենք հոգեսոմատիկ հիվանդություններ, նոր ստվար զանգված սրտային խնդիրների, թոքային խնդիրների ու այդ երկուսը բնականաբար լինում է տրտմության հետևանք եւ մի շարք այլ հարցերի, ընդ որում
Դա զուգակցվում է այդպես կոչված իպախոնդրիայով, որ մարդիկ անընդհատ նորանոր հիվանդություններ փնտրում են իրենց մեջ եւ նույնիսկ ինչ-որ ձևով հիվանդագին հաճույք են զգում այդ հիվանդությունները փնտրելով եւ գտնելով։ Ինչու՞, որովհետեւ ինչ-որ ենթագիտակցական մակարդակում դա ազատում է իրենց պատասխանատվությունից ամբողջ իրավիճակի համար։ Մյուսը, որ եւս տարածվում է եւ ցավոք սրտի հիմա գրեթե համատարած է, դա ընդհանուր դիպրեսիան։ Բոլոր մակարդակներում տարբեր մարդկանց պատող, ուժեղ առաջ, ուժեղ առանցք ունեցող կամ թույլ ու մեկ էլ տեսնում ես, որ ստվար զանգվածը մարդկանց կամ դիպրեսիայի մեջ են, կամ անգամ հոգեկան խանգարումների։ Մյուս խնդիրը, որ շատ տարածվում է եւս, դա ընդհանրապես այդ ճեղքումների, պորտկումների, ձգտումների ու անգամ հավակնությունների բացակայությունը, որոնք որ աստիճանաբար ընդհանրապես ավերում են անհատականությունը։ Մյուսը մենք տեսնում ենք ժամանակից շուտ ծերացումը, ու ցավոք սրտի այժմ դժվար չէ հանդիպել անգամ սարսափելի բան եմ ասում, անչափահասներին, որոնց աուրան այլևս ծերության աուրա է։ Մյուս խնդիրը մենք տեսնում ենք անգամ դժվարություններ շփման մեջ մարդկանց մոտ, այդ շփման հաղորդակցման ոչ թե հմտությունների պակասը, այլ էներգիայի այնքան ծանր աստիճանի պակաս, որ նույնիսկ չեն կարողանում լեզու գտնել ուրիշների հետ եւ նույնը անձնական կյանքում, այսինքն անձնական փոխհարաբերություններում, եւ դրա հետ զուգակցված մենք կարող ենք ընդգծել ցավոք սրտի եւս բավականին տարածված սեռային ինքնանույնականացման խախտումները, որ մարդիկ ընդհանրապես տղամարդիկ դադարում են զգալ, որ իրենք տղամարդ են եւ կանայք դադարում են զգալ, որ իրենք կանայք են։ Եվ դրա համար այդ համատարած տարօրինակ խոսակցությունները, դրսևորումները, ձայները, էներգիաները, որ փողոցում ֆիքսում ես, եւս ապշեցուցիչ են։ Եվ այդ ամբողջի ամենածանրը անհատական աճի պակասը, հոգևոր զարգացման ձգտումների պակասը եւ թերհավատությունը, որը հասնում է անհավատության։ Այս ամբողջը սարսափելի է հիրավի, եւ դեռ ավելին, այս ամբողջը անտեսել անհնար է, որովհետեւ ես էլ, երբ որ տեսնում եմ տարբեր մարդկանց ու ես հանդիպում եմ ու տեսնում եմ մարդկանց անգամ, ովքեր ունեն մեծ հնարավորություններ եւ ունեն որոշակի ձևով պոտենցիալ, բայց դրա փոխարեն ընկղմվում են ունայնության մեջ, տարվում են դատարկախոսությամբ, փոքրացնում են սեփական պատասխանատվության ոլորտը, նսեմացնում են իրենց էությունն անգամ եւ արդյունքում եւս փտում են։ Սա սարսափելի է, զարհուրելի է, բայց դա է բոլորիս համար։ Եվ այդպես տեսնենք, իսկ ինչ կարելի անել։ Եվ որպեսզի մենք կարողանանք տրտմության չարիքը հաղթել, եւ որպեսզի տեսնենք, թե որոնք են լուծման ճանապարհները, դիմենք ճշմարիտ ակունքներին, դա հոգևոր ուսմունքներն են։ Եվ տրտմության մեղքի հանդեպ վերաբերմունքը բոլոր ուսմունքների մեջ գրեթե նույնն է։ Սա այն թեման է, որում գրեթե բոլոր ուսմունքները լրիվ համաձայն են։ Եվ այդպես, որպեսզի ավելի դյուրին լինի եւ հեշտ դիտարկենք քրիստոնեության մոտեցումը, որում տրտմությունը մահացու մեղքերից մեկն է։ Եվ այդպես քրիստոնեության տերմիններով ես հատուկ տարբեր սուրբ գրքերից դուրս գրեցի, որ տրտմությունը դա մեղք է, որը դրսևորվում է ճնշվածությամբ, հանձնվածությամբ, դատարկվածությամբ եւ անբավարարվածությամբ բոլոր մակարդակներում։ Եվ այն զուգակցվում է շատ հաճախ նաև մանր գործերով տարվելով, որպեսզի մարդ հանկարծ ինքը իր հետ մենակ չհայտնվի, որպեսզի այդ ամբողջ հարցերը ինքն իրեն չտա։ Եվ քրիստոնեությունը շատ հստակ է դնում պատճառը։ Ասում է դա հավատի պակաս է։ Հավատի Աստծո նախախնամության հանդեպ։ Հավատի, որ այդ ամբողջը ինչ որ լինում է որպես հետևանք նախկինում ստեղծած պատճառների եւ նույնպես դիտարկում է բուդդայականությունը գրեթե նույն բառերով անգամ եւ
Եթե դու հանձնվում ես, ապա դու ընկնում ես ծանրագույն մեղքերից, հենց մահացող մեղքերի մեջ։ Եվ ինչ է առաջարկում յուրաքանչյուր հոգևոր ուսմունքը, ստանձնել պատասխանատվություն, չտրվել հանկարծ տրտմության, հավատով առաջնորդվել, զինվել աղոթքներով եւ հաղթահարելով բոլոր դժվարությունները, հանձնել այդ ամբողջ ձգտումը Աստծուն, հավատալ Աստծո զորությանը եւ ճեղքել ամբողջ չարիքը։ Եթե մենք սա հասկանում ենք, ապա մենք տեսնում ենք քայլ առ քայլ, թե ինչ կարելի է անել ըստ այդմ։ Առաջինը հավատալ, որ ինչ որ տեղի է ունենում նախկինում գործած սխալների պատճառով։ Եթե դա անգամ հասարակության մակարդակում է, ապա մենք չենք կարող երբևիցե սոցիումում ասել, որ այդ սխալները ուրիշներինն են, մերն են բոլորի։ Եվ երբ որ մենք դիտարկում ենք մեր Հայաստանի ներկայիս խնդիրները, մենք հասկանում ենք, որ նորից մենք ամբողջ ազգով ենք ստեղծել այս խնդիրների պատճառները եւ հիմա ամբողջ ազգով մարսում ենք այս խնդիրների հետևանքները։ Ինչ որ ձևով մենք կարող ենք ասել, որ երբ որ նայում ես ընդհանուր առմամբ ամբողջ հասարակություններին, ապա տեսնում ես, որ ամբողջ աշխարհում այո դժվարություններ են։ Եվ ամբողջ աշխարհը ընդգծում է նաև լիդերների բացակայությունը։ Ու բնականաբար, եթե առաջինները չեն ուզում դառնալ առաջնորդ, կամ մեր նման կատեգորիկ չեն ուզում լինել քաղաքական դաշտում, ապա գալիս են երկրորդները։ Եթե երկրորդները չեն կարող ստանձնել պատասխանատվությունը, ապա երրորդները եւ այդպես մինչեւ վերջինները։ Ու երբ որ վիճակը փդում է այնքան, որ ամբողջը դառնում է դժվար, ապա իշխանությանը գալիս են վերջիններից առաջինները։ Այդպես եղավ, որ իշխանությանը եկավ Նիկոլը եւ 8 տարի գրեթե մնում է իշխանության գլխի։ Սա բոլորիս գործած սխալների հետևանք է։ Ըստ այդմ, հետո մենք նայում ենք եւ հասկանում ենք, ահա, ուրեմն անհրաժեշտ է հասկանալ այդ սխալները, որոնք որ նախկինում գործել են։ Դա դժվար չէ, դա երկար process չէ, հնչում է որպես երկար եւ բարդ իրողություն, բայց դա դժվար չէ հասկանալ մեր նախկին գործած սխալները։ Եվ ըստ այդմ հասկանալ, որ այլևս չենք գործելու այդ սխալները։ Սա աշխատում է ազգի մակարդակում եւ աշխատում է անհատականության մակարդակում եւս։ Մարդ դիտարկում է իր նախկին գործած սխալները եւ որոշում է կայացնում, որ այլևս չի գործելու դրանք եւ ապաշխարում է։ Եթե չունի հավատ, ապա ինքն իրեն գոնե խոստովանում է, որ դա սխալ էր, անվանում է սխալը սխալ, անվանում է չարիքը չարիք եւ որոշում է, որ այլևս չի գործելու։ Եվ հաջորդը ինքը պլանավորում է, թե ինչ է փոխելու իր կյանքում։ Նույնը հասարակության մակարդակում։ Մենք պետք է որոշենք, թե ինչ պիտի փոխվի, եւ դա դժվար չէ, ակնհայտ է։ Ակնհայտ է, որ առաջին հերթին մենք պետք է ձերբազատվենք այս չարիքը մարմնավորող իշխանություններից, դատենք չարիքը մարմնավորող իշխանություններին եւ դրանից հետո համատեղ ուժերով տեսնենք, թե ինչպես ենք փրկում Հայաստանը այս ծանր իրողությունից։ Նույնը աշխատում է անհատականության մակարդակում։ Եվ դրանից հետո մարդ որոշում է, որ ինքը իր կյանքը փոխելու է մեկ եւ ինքը պարտավոր է ներդրում ունենալ ամբողջ աշխարհի փոփոխության մեջ։ Նույնիսկ եթե ինքը մտածում է, որ ինքը փոքր է, մենք փոքր չենք։ Եվ ոչ մի մարդը փոքր չէ, որովհետև մենք արարված ենք Աստծո կերպարանքով եւ նմանությամբ։ Եվ ըստ այդմ մենք փոքր չենք, եւ մեր յուրաքանչյուրի ներդրումը կարող է լինել մեծ։ Եվ ով որ չի հանդգնում կատարել այդ փոփոխությունները, թող իրեն իրավունք չվերապահի որևէ ձևով քննադատելու նրանց, ովքեր որ հանդգնում են, որովհետև դա նսեմացնում է առաջին հերթին հենց իրենց, այլ ոչ որևէ մեկ ուրիշին, երբեք։ Եվ ըստ այդմ ինչը որ եւս անհրաժեշտ է, երբևիցե թույլ չտալ, մանրանալ, նսեմանալ եւ սահմանափակվել փոքր գործերով, որպես ինքդ քեզ կարողանաս խաբել իբր թե,
որ դու անում ես գործ, որ եթե չանեիր, դու անպայման մեծ բաներ կանեիր, բայց այս մի փոքր բանը, բայց մենք յուրաքանչյուրս ունակ ենք ավելին անելու։ Եվ դրա համար որևէ ձևով իրավունք չունենք փոքրացնելու սեփական պատասխանատվությունը։ Ու սա հաջորդ ներդրումն է ընդհանուր բաների մեջ, եւ ըստ այդմ որևէ ձևով չմանրանալ, որևէ ձևով չփոքրանալ, հանդգնել, ստանձնել ամբողջ պատասխանատվությունը եւ նորից ամենակարևորը՝ հավատալ, որ ամբողջը հնարավոր է փոփոխել։ Եվ որպեսզի մենք ավելի հստակ տեսնենք, թե ինչ կարելի է փոխել հիմա ընդհանրապես, մենք տեսնում ենք եւ փորձենք անդրադառնալ հետաքրքիր մի տարրին։ Նորից, ոնց որ ասեցի արդեն, միայն Հայաստանում չէ, որ դժվարություններ կան, ամբողջ աշխարհում։ Եվ պատահական չէ, որ անգամ այդ լավագույն եւ տարածվող այժմ մուլտֆիլմերը, որ երեխաներն են նայում եւ երբեմն նայում են մեծերը, իդեմս ինձել, այդ կան հիանալի մուլտեր։ Օրինակ կա Կունֆու պանդայի մի սերիան, որում այս տարը կա, որի մասին կասեմ, կամ Երազանք մուլտը, որ եւս այդ տարը կա, որ երբ որ մեկը չի կարողանում կամ չի ստանձնում ինչ որ պատճառներով ամբողջ լույսի ճառագումը, ապա բոլորը միասին իրենց փոքր լույսերով, փոքր ներդրումներով, փոքր պատասխանատվությամբ միևնույնը կարողանում են ձուլել ամբողջը, եւ այդ ժամանակ այդ փոքր լույսերի կրիտիկական զանգվածը դառնում է այնքան մեծ, որ ամբողջ աշխարհի մթությունը գնում է հետ, պարտվում է ի վերջո եւ հաղթում է այդ ժամանակ լույսը։